Դուք դիտում եք Alpha News-ը, մենք աշխատում ենք ուղիղ եթերում եւ այսուհետեւ աշխատելու ենք նաեւ պարսկերեն, տաղավարում հյուրընկալել ենք Alpha News-ի պարսկերեն բաժնի մեր մեկնաբաններին, Փույա Հուսեյնի, Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի հիմնադիր եւ Միլենա Դանիելյան, լրագրող Alpha News-ի պարսկերեն բաժնի մեկնաբան։ Բարի գալուստ Alpha News, ուրախ ենք ձեզ դիմավորել եւ առաջինը խնդրելու եմ, որպեսզի մեզ բացատրեք, թե ինչու պետք է Alpha News-ը լինի նաև պարսկերեն, ով է դիտելու Alpha News-ի պարսկերեն լուրերը եւ ինչու է պետք, որ դիտեն այդ լուրերը։ Միլենա, սկսենք ձեզնից։ Շատ լավ, նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Այսօր բացառիկ առանձնահատուկ օր է ոչ միայն Alpha News համահայկական լրատվական ալիքի, այլ նաև ողջ հայկական մեդիա դաշտի համար, որովհետև այսօր պաշտոնապես հայտարարում ենք Alpha News համահայկական լրատվական ցանցի պարսկերեն բաժնի մեկնարկի մասին։ Որպես պարսկերեն բաժնի մեկնաբան ես բավականին մեծ պատասխանատվությամբ ստանձնեցի այս գործը, որովհետև այն ոչ միայն լրատվական հարթակ է, այլև ռազմավարական նշանակություն ունեցող նախագիծ, որ լինելու է նոր կամուրջ հարևան երկու ժողովուրդների համար։ Ուրեմն սկսենք առաջինը, այս նախաձեռնությամբ Հայաստանը ստանձնելու է առաջին խոսափողը պարսկալեզու ամբողջ աշխարհում եւ հենց մեր առաքելությունը լինելու է դա լինել Հայաստանի ձայնը պարսկալեզու աշխարհում։ Բավական կարևոր աշխատանք է սպասվում առաջիկայում։ Գիտեք, քանի որ լրատվությունը, տեղեկատվությունը հանդիսանում է որպես զենք, կարող ենք ասել, որ մինչև այս Հայաստանի մասին լուրերը մեզ հասել են պարսկալեզու աշխարհին, հասել են երրորդ կողմի միջոցով եւ հաճախ հենց այդ երրորդ կողմը եղել է ոչ բարեկամական երկրների քարոզչամեքենան, որը Հայաստանի մասին պատկերը կերտել է իրենց ձեռնտու լույսի ներքո։ Եվ այսօր մեզ հնարավորություն է ընձեռնվում հենց ինքներս ստեղծել մեր օրակարգը, ցույց տալ Հայաստանի ձայնը, ներկայացնել Հայաստանի շահերը եւ Հայաստանի տեսակետը տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, սա իրականում բխում է հենց Հայաստանի պետական շահերից եւ կարող եմ ասել, որ սա բավականին կարեւոր նշանակություն է ունենալու Հայաստանի համար, քանի որ ստանձնելու է հենց Հայաստանի ձայնը պարսկալեզու աշխարհում։ Շնորհակալ ենք Միլենա, Փույա նաև ձեզ լսենք, ինչու է կարևոր նման նախաձեռնությունը, ընդհանրապես ով է դիտելու Իրանում Alpha News-ի պարսկերեն լուրերը, դիտելու են։ Իհարկե դիտելու են, որովհետև հենց այդ փորձերը կան, որովհետև ինչքան հետևում են պատերազմից, Արցախի պատերազմից հետո Իրանի հասարակությունի հետաքրքրությունը շատ բարձրացել է Հայաստանի նկատմամբ, Հարավային Կովկասի նկատմամբ եւ մենք այդ բացթողումը ունեցել ենք Իրանից այդ հետաքրքրությունները ուղիղ Հայաստանից չէին բավարարվում, այսինքն ուզում էին ճիշտ ինֆորմացիա իմանան ինչ է կատարվում Հայաստանում, ինչ է կատարվում Հարավային Կովկասում, Զանգեզուրի միջանցքի մասին, որը ուղիղ կապված էր Իրանի անվտանգությունի հետ, այդ ամեն ինչը այդ հետաքրքրություն։ Քանի որ դուք բացեցիք թեման, այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ձեզ հարցնեմ վերջին հայտարարությունների վերաբերյալ Հայաստանում եղած, միանգամից նաև լրատվական մասով փորձենք ձեզնից օգուտները քաղել, այսպես ասած։ Հայաստանում հնչեց հայտարարություն վարչապետի մակարդակով, որ ամերիկյան կողմը վստահեցրել է իրեն, որ շարունակում է թրիփը մնալ առաջնահերթություն։ Հաշվի առնելով պատերազմը Իրանում, հաշվի առնելով այս հայտարարությունը, վերջին շրջանում եղել են Իրանից ինչ-որ հայտարարություններ, որպեսզի մենք կարողանանք հասկանալ իրանական կողմի տրամադրությունները։ Դեռ հայտարարություններ չեն եղել, բայց պատերազմից հետո սպասվում է դիրքավորման փոփոխություն Իրանի կողմից թրիփի վերաբերյալ ամբողջ տարածաշրջանի Միացյալ Նահանգների ներկայությունը
ներկայությունը մենք տեսել ենք որ մերձավոր արևելքում այլևս Իրանը դեմ է որը մի ներկայացություն Միացյալ Նահանգներ ունենա ուղիղ բախման մեջ ենք Միացյալ Նահանգների հետ եւ Միացյալ Նահանգների պատերազմից հետո այլևս ցույց է տալիս որ Միացյալ Նահանգների ներկայությունը տարածաշրջանում վտանգավոր է սպառնալիք է Իրանին եւ Իրանի գարզիք է Իրանի քաղաքությունը բարձ չի որ այդ պատերազմից հետո ինչքան կզարգանա, ինչքան ավելի խիստ կդառնա թրիփի վարավելյան եւ հիմա նշում է Իրանը որ պետք է տարածաշրջանից դուրս գան Միացյալ Նահանգների բոլոր ներկայացությունը, որը ուղիղ սպառնալիք է Իրանին։ Տիգրան, խնդրեմ։ Այդի կարող ենք ասել, որ ներկայային հարաբերական խաղաղությունը, հա եւ ամեն դեպքում եւ Լիբանանի հետ կապված որոշակի առաջընթաց կա թե սա ուղղակի կրկին պատրվակ է նոր պատերազմ սկսելու, այսինքն ոնց որ կողմերը շունչ են քաշում, որպեսզի նոր բանի մեջ մտնեն։ Միացյալ Նահանգները ցույց է տվել բոլոր բանակցությունները օգտագործել է որպեսզի մյուս փուլի պատերազմի Իրանի դեմ եւ փուլային հասնի իր նպատակին Լեբնանի մասին էլ պետք է նշեմ որ Լեբնանի այդպես հերադադարը հենց Իրանի պահանջ էր, բայց Միացյալ Նահանգներում կատարվում է քաղաքական խարդախություն, այսինքն ինչ որ Իրանը պահանջել է նախապես որպեսզի այդ պայմանը լինի որ այնտեղ էլ զինադադար լինի բավարարելով մտել են այլ փուլ եւ երեք կողմը Միացյալ Նահանգներով Լեբնանն ու Իսրայելը փորձում են դենց ասեն որ իրենց ջանքով է այդ խաղաղություն այդ զինադադարը Լեբնանում կատարում է այն իրականում հենց Իրանի պահանջ է եղել բայց ուզում են այդպեսի խարդախություն անեն քաղաքական խարդախություն անեն եւ բարդություն է ցույց տան որպես խախտություն որպես իրենց զրագիր է եղել իրենց առաջարկ է եղել իրենց օրագարկ է եղել այդ խաղաղությունը բայց սկզբանե Իրանի պայմաններ եղել որպեսզի այդ զինադադարը լինի Տեսեք շատերը կարծում են որ ամեն դեպքում երբ որ այս ամեն ինչը հանգուցալուծվի Իրանը կդառնա տարածաշրջանի ամենաազդեցիկ երկրներից մեկը այսպես ասենք մի կողմ դնելով արդեն Թուրքիան որը ժամանակին առաջատար դիրքեր էր ուզում գրավել տարածաշրջանում համաձայն եք այս պնդման հետ եւ Իրանը հիշում է այս բախման ժամանակ որ երկիրը իր որ հարևան իրեն ոնց է պահել Միանշանակ Իրանը հիշում է հիմա էլ շատ Հայաստանը այդ երկրներից մեկ է որ հայ ժողովուրդը Իրանում տեսել են որ հայ ժողովուրդը ինչպեսի Իրանին աջակցեց այդ պատերազմում եւ Իրանի կողք է եղել այս պատերազմում Իրանի դիրքավորումը միանշանակ ուժեղանում է այդ պատերազմից հետո որովհետեւ մենք գերվում ենք պատերազմում ենք երկու գերդերությունների դեմ աշխարհի ամենահզոր բանակների դեմ եւ այդ հաղթանակով դուրս եկան դիմադրեցին եւ սա ցույց է տալիս Իրանը ինչքան ուժեղ է եւ ցույց է տալիս բոլոր տարածաշրջանում որ Իրանի հույսալի գործընկեր է այս տարածաշրջանում Թուրքիա ու Ադրբեջանը արդեն իրենց հաշվարկը արել են, եթե Իրանը Միացյալ Նահանգների եւ Իսրայելի դեմ է այդպես դիմադրել եւ պատերազմել, արդեն իրենց հաշվարկները արել են։ Թուրքիան մի հաշվարկել է արել, կարծում եմ դուք եւս նկատել եք, թուրքական պետական մեդիան Էրդողանի աջակցություն է ցույց տալիս Իրանին այս պատերազմի փուլում, անգամ այն մակարդակի, թե գրում են, որ Թուրքիան է կանխել քրդական գործոնով, քրդերի միջոցով ցամաքային գործողությունը Իրանի դեմ, Միացյալ Նահանգների եւ Իսրայելի։ Պարզ է թե ինչու է Թուրքիան սա անում, իհարկե քրդերի ֆակտորը կա, բայց Էրդողանը Թուրքիան հարևելքի հին վաճառականներ են եւ վերջը ուզելու են, փոխարենը ինչ որ պետք է ուզեն։ Հայտնի է, որ նորից գանք Սյունիքին եւ այդ Զանգեզուրի միջանցք կոչվածին Իրանը կարմիր գիծ է հայտարարել մինչեւ պատերազմը, այն ինչ պահանջում է Թուրքիան եւ Էրդողանը կարող է հիմա Իրանին հիշեցնել, որ օրինակ զսպել է ցամաքային գործողությունը Միացյալ Նահանգների հետ բանակցություններով, դրա տեղեկատվական արշավը հիմա տանում են, ապահովում են դա եւ խնդրել զիջում օրինակ Սյունիքի հարցում։
Իրանը ոչ մի դեպքում չի զիջում Հայաստանի տարածքային ամբողջականությունից ինչ որ կարմիր գիծ է հայտարարել Սյունիքի վերաբերյալ, Զանգեզուրի վերաբերյալ եւ այս եթե մինչեւ այս պատերազմը Իրանը խիստ հայտարարությունով եւ որոշ զորավարժություններով այս զգուշացնում էր, հիմա տեսել են այդ պատերազմում, որ Իրանը ինչ ուժ ունի եւ ինչ կարա ազդեցություն գործերի Էրդողանը մինչև պատերազմի հարցազրույցներից մեկ էլ նշել էր, որ եթե մինչև հիմա Զանգեզուրի միջանցքը տեղի չունեցել, դա Իրանի կարևոր գործուն է եղել եւ Իրանի այդ պատերազմից հետո Իրանի գեոպոլիտիկ դերը դարաշրջանում բավականին բարձրանում է, մեծանում է։ Մենք տեսնում ենք հենց այդ օրերը նաեւ Թուրքիայի նավերը եթե ուզում են անցնեն Հորմոզի նեղուցից Իրանի թույլտվությունով են անցնում, դա ցույց է տալիս Իրանը ինչ դիրքավորում է ստացել, ինչքան բարձր դիրք է ստացել այդ տարածաշրջանում։ Միլենա, ինչպես տեսնում եք, որքան հավանաբար կարող է պարսկական լսարանին, իրանական լսարանին հետաքրքիր լինել այն, ինչ Հայաստանի մասին մենք կհայտնենք Alpha-News-ի պարսկերեն բաժնում, մեզ էլ ոչ պակաս հետաքրքիր է, թե Իրանում ինչ դիրքորոշումներ կան Հայաստանի վերաբերյալ, մեր հայերեն թիմը կարող է հուսալ, որ ձեզնից լրացուցիչ ինֆորմացիա կստանանք, թարգմանություններ, ամենակարևոր ինչ որ լինի Հայաստանի մասին, Alpha-News-ը առաջինը կիմանա, առաջինը կհայտնի։ Բնականաբար առաջինը կհայտնի, ուզում եմ հավելել նաև, որ մեր պարսկերեն բաժինը չի լինելու զուտ խիստ լրահոսով, այլ նաև իր մեջ ներառելու է վերլուծություններ, հայ-իրանական հարաբերությունների տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, նաև ներառելու է բացառիկ հարցազրույցներ լավագույն փորձագետների, վերլուծաբանների հետ, որոնք իրենց խոսքը ներկայացնելու են փաստերով եւ ցույց են տալու իրական պատկերը։ Ինչու ոչ կարող եմ ասել, որ այս նախաձեռնությունը բավական հատկանշական է Հայաստանի համար եւ մենք շատ մեծ խիստ պատասխանատվությամբ ենք վերաբերվում այս աշխատանքին, որովհետեւ սա հանդիսանում է Հայաստանի ձայնը, իսկ Հայաստանի ձայնը լսելի դարձնելը դա իրենց ենթադրում է լինել գրագետ, անաչառ եւ վստահելի։ Եվ կարող եմ եզրահանգել, ամփոփել, որ մենք պատրաստ ենք այս մարտահրավերներին եւ Հայաստանը պետք է լինի լսելի եւ Հայաստանը պետք է լինի հասկանալի իր հարևանների համար իրենց իսկ լեզվով։ Որ օրերին սպասենք, ինչ բարբերականությամբ սպասենք պարսկերեն թողարկումներին։ Մեր թողարկումները լինելու են շաբաթը մեկ անգամ, երկուշաբթի օրը։ Շնորհակալ ենք։ Ձեզ ենք շնորհակալ։ Ես իմ կողմից ուզում եմ մի բան հավելեմ, միգուցե չկարողանամ պարսկերեն այնպես խոսալ, ինչպես Բոյան հայերեն է խոսում, բայց կփորձենք 3-4 ամիս հետո մի քանի ֆրազ փոխանակել կարդալ։ Ես ուշով հետևել եմ ձեր ալբոմին։ Շնորհակալ ենք, նաև ուզում եմ վերջում ասել, որ սա շատ մեծ արձագանք ստացավ ոչ միայն պարսկալեզու հանրության կողմից, այլև հայ-իրանագետների կողմից, արևելագետների կողմից։ Պետք է նշեմ նաև, որ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը պաշտոնապես Տելեգրամյան ալիքում անդրադարձավ սրան, ողջունելի համարեց այս նախաձեռնությունը եւ իհարկե սպասենք արդեն հետագա հաջողություն ենք մաղթում։ Շնորհակալ ենք։